Եվ լսենք լրագրող հրապարակախոս Սուրեն Սարգսյանին, համեցեք։ Ամենադժվար գործ է, էլի, որ ես նախ Տարոն Սարգսյանի հայրն եմ, Տարոն Գլակի, բայց ամբողջ խնդիրն ինչ է, ես ինքս երազել էի, կամ իմ երազներում ինձ բանաստեղծ եմ զգացել, բայց վախեցել եմ, եկավ ժամանակ, տղաս երկու ինստիտուտ, երկու անգամ ընդունվեց, երկու անգամ երկրորդ կուրսից դուրս եկավ, հոգնեցրեց, ասեց հայրիկ ես պիտի գրեմ, ես գրում եմ։ Իմ ու մորս կռիվը Տարոն Գլակն էր, իմ մայրը ճակատագրի բերումով նաև իմ զավակների մայրն էր, և հենց որ ես բարի ու տարի հետ կռիվ էի անում, ասում էր, ինչ ես ուզում, լավ էլ գրում է, էլի, շատ լավ է, Տարոնից բան չասես, և Տարոնը այսօր լսեցիք մի քանի ստեղծագործություն, մի ամբողջ հոգեխռով, մի ամբողջ աշխարհ տանող, մի տեղ տանող ստեղծագործող է, և փառք Աստծու, որ այդպես է, այսօր համատեղության կարգով Տարոնից ծննդյան օրն էլ է, այսօր իմ երջանկության օրն է, ոչինչ, և ես Տարոնի բանաստեղծությունից չեմ կարդա, բայց մի օր շատ այսպես հուզախռով վիճակում, մի օր ինքը հուզված, ես հուզված, բոլորս հուզված, գնացի ես մի փոքրիկ բանաստեղծություն գրեցի, երևի միակը, որ այդպես տպագիր է Տարոնից համար, ու մոտավորապես այսպես ուզում եմ այսօր դա կրկնել, կյանքը պայքար է, դիմացիր տղաս, աշխարհը չար է, դիմացիր տղաս, եթե կռիվ է հանկարծ սկսվում, ազգի զինվորն ես, իմացիր տղաս, դու զոհաբերման սեղանին պատրաստ, վայելողները ամբարիշտ ագահ, ազնիվ տեսակդ պահելու ճամփին, նրանց չկրկնես, դիմացիր տղաս, ընկեր հարազատ գնում են անդարձ լուր, չարչարանքով դիմացիր տղաս, այդ քո տեսակն է աշխարհի աղը, ծով անհամներին չկրկնես տղաս, հարազատի հետ ոչ ոք չի մեռնում, լուր համբերանքով դիմացիր տղաս, որդ համար էլ հեշտ չի այս կյանքը, արի դիմանանք, որ ապրենք տղաս, այսպես Տարոնից այսպես եմ ես խորհուրդ տվել, և կարծում եմ այսօր մարդկային որակների այստեղ գտնվելը հենց Տարոնի ստեղծագործության գնահատականն է մարդկային որակը, շատ ավելին, քանակը երբեք ոչինչ չի որոշել, հուսամ, որ ինքը իր այս գողտրիկ գրքով շատերի հոգու ներս կմտնի և այդ ասելիքը կդառնա բոլորի ասելիքը, երբ մարդը բանաստեղծությունն ինչ է, այնպես գրես, որ ես իմ սիրած աղջկա համար կարդամ քու գրածը, որ ես իմ մոր ու հոր համար կարդամ քու գրածը, որ ես ուզենամ այդպես մեծարեմ, այդ հզորությամբ պիտի գրվի, հուսով եմ Տարոնը ինչքան հասել է, դեռ կգա ժամանակը ու կհասնի, շնորհակալություն, շնորհավոր տղաս։